Փառք Հիսուսին իր ողորմության համար։ Օրհնյալ է մեր երկնային Սուրբ Արքան, որ այսօր էլ մեզ հնարավորություն տվեց իր տանը լինելու եւ իրան փառավորելու։ Տիրոջ ողորմությամբ կուզեմ նայենք Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 համարը պիտի կարդամ, Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 համար։ Հայտնի խոսքերը կարծես թե շատ է սրա մասին խոսացվել։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Գիտեք, սա մի իրավիճակ է, որ կյանքը պիտի սա ցույց տա։ Մեր ապրած կյանքը պիտի վկայի սրա մասին, արդյոք մենք այդ ճշմարտությունը ճանաչել ենք։ Երբ որ Հիսուսը Պիղատոսի առջև կանգնած էր եւ վկայում էր եւ ասում էր ճշմարտությունն եմ ասում քեզ, այսպես Պիղատոսը զարմացավ ու ասավ ինչ է ճշմարտությունը։ Բայց ես կուզեմ ասեմ, որ ոչ թե ինչ է ճշմարտությունը, այլ ով է ճշմարտությունը։ Հովանու ավետարան 14-րդ գլխի 6 համար այսպես է գրված, Հովանու ավետարան 14-րդ գլուխ 6 համար։ Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գալ հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ոչ ոք չի կարող գալ հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այսինքն երկինք հասնելու համար, երկինք մտնելու համար եւ երկնքի դռները մեր առջև բաց լինելու համար մի լուրջ եւ կարեւոր նախապայման կա։ Ճանաչել այդ ճշմարտությունը։ Այսինքն ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Լավ, երբ որ ճանաչեցինք Հիսուս Քրիստոսին, բայց ինչի՞ց է մեզ ազատելու Քրիստոս։ Շատերը կարծում են, թե իրանք երբ որ գերության մեջ չեն, շատ մարդիկ մտածում են, որ ինչ ուզում են են էլ անում են ու կարծես թե իրանք ազատ մարդիկ են, բայց գիտեք, հետաքրքիր մի իրավիճակ կա, որ մարդը հոգևորապես չի կարողանում հասկանալ, որ ինքը գերության մեջ է, որովհետև ինչ որ շառավիղի մեջ, ինչ որ տրամագծի մեջ, դրանից ավել ինչ որ բան չի կարող անի, որովհետև ինքը կապանքների մեջ է։ Ասենք, եթե շատ կլեք տեսած շանը կապում են, գիտեք, այս շան վզից ինչ որ մի հատ տրոս է գցված ինչ որ մի շառավիղի վրա, ինչ որ մի երկարության վրա, կարծես թե շունը կարող է վազի, երբեմն շատ ժամանակ, ասենք երկար տրոս են գցում էր շունը երկար գնում գալիս է իրան թվում է, թե կարծես թե դա ազատություն է, բայց իրական ազատությունը դա չի։ Ինքը կապանքի մեջ է, ճիշտ է, հնարավոր է ինչ որ մի հատված գնա ու գա, բայց ամենայն դեպս դրանից ավել ինքը չի կարող անի։ Հիմա կփորձեմ մի քիչ ավելի մանրացնեմ այն ինչ որ ուզում եմ փոխանցեմ ձեզ, այն ինչ որ Աստված սրտից դրել է։ Մարդը մտածում է, թե գիտեք ինքը ամեն իրավիճակների մեջ ազատություն ունի, բայց գալիս է մի պարագա, երբ որ մարդուն մի հանձնարարություն ես տալիս, ինչ որ մի բան ասում ես, որ գիտես կգնաս ու կանես։ Երբ որ այդ մարդը այդ ճշմարտությունը ճանաչած է եղնեմ, ու այդ ճշմարտությունն իրան ազատած է լինեմ ժողովուրդ ջան, իրա մեջ ոչ մի եսակենտրոնություն կարծես չի առաջանեմ։ Պողոս առաքյալը հուշում է մեզ, ասում է, գիտեք, երբ որ կանեք, ոչ թե հպարտացեք, որ արել եք,
այլ ինչ ասեք, անպիտան ծառաներ ենք, մենք մեր պարտքն ենք կատարում։ Բայց այսօր այդ մարդուն, երբ որ ասում ես, գիտես, կգնաս ես ինչ բանը կանես, անկեղծ, ուզում եմ ուղղակի անկեղծ նայենք մեր ներաշխարհի մեջ, որովհետև այդ ազատությունը, որի մասին ավետարանը մեզ հուշում է, խոսում է ներսի ազատության մասին։ Ֆիզիկական գերության մասին չի խոսում, ներսի գերության մասին է խոսում, որ ներսևանց մարդը գերի է։ Ինքը բայց խաբար չի, որ ինքը գերի է։ Ու հանկարծ այս մարդու մեջ մի հատ ալիք է բարձրանում, մի հատ իրավիճակ է գալիս, ուրեմն ես այս կողքիններիցս ինչքան լավն եմ, որ ինձ ասեցին, այս գործը գնա արա։ Ու ներսևանց այդ հպարտությունը կարծես բարձրանում է մարդու կյանքի մեջ, բայց Սուրբ Գիրքն ասում է, որ երբ որ մենք այդ ճշմարտությունը կճանաչենք, այսինքն երբ որ մենք Հիսուս Քրիստոսին իրապես կճանաչենք, այդ ճշմարտությունը մեզ ազատ կանի այդ ներսի գերությունից, ոչ թե մենք կուրախանանք, որ մենք լավն ենք։ Դրա համար մեզ ասեցին այս մեկից ու այն մեկից մի փոքր, կարծես թե կարողությունով ավելին ենք, չէ, անպիտան ծառա ենք, մեր պարտքն ենք կատարում։ Հաջորդ իսկ համարի մեջ տեսեք ինչ ա գրում Սուրբ Գիրքը, նույն Հովանու ավետարան, 8-րդ գլուխ, պիտի կարդամ 35 համարից, և պատասխանեցին նրան, մենք Աբրահամի զավակ ենք, և ոչ ոքի երբեք չենք ծառայել, դու ինչպես ես ասում, թե ազատ կլինեք, մենք Աբրահամի զավակ ենք, մենք Աստծո տունեկող մարդիկ ենք, կարծես թե մենք Աստծուն պաշտող անձնավորություններ ենք ու ոչ մի անգամ ոչ մեկին չենք ծառայել, ինչպես ես ասում, թե ազատ կլինենք, կարծես թե մենք ազատության մեջ ենք, բայց եթե ավելի անկեղծ Աստծո լույսի ներքո նայենք, այո, մենք գերության մեջ ենք, եթե այդ ճշմարտությունն իրապես չենք ճանաչել։ Երբ որ հանկարծ օրերից մի օր քեզ ասում եմ, որ գիտես, ժողովրդական խոսքով եմ ուզում դիմեմ, աշկիդ վերև ունք կա։ Ինչ է կատարվում մեր մեջ։ Արդյոք փոթորիկ է բարձրանում մեր մեջ, որ հանկարծ ինձ ասեցին, որ հանկարծ չնկատեցին, որ ես ես ինչ մարդ եմ, բայց ինձ ասեցին։ Մատթեոս ավետարանի մեջ 5-րդ գլխի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը լեռան քարոզի ժամանակ այսպիսի խոսքեր ասավ։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 11-12 համարները։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 11-12 համարներ։ Երանի է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ, և կհալածեն, և ամեն չար բան սուրբ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով է։ Ուրախացեք և ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքում է, որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային։ Տեղին ասած ժամանակ ինչ որտեղ հասկանալի է, բայց երբ որ անտեղի են ասում, Սուրբ Գիրքն ասում է ցնծացեք և ուրախացեք։ Ով կարա ցնծա և ուրախանա։ Երբ որ իրան անտեղի տեղը վիրավորել են, երբ որ ինքը այդ բանը չի արել, բայց իրան ասում են, որ ինքը արել է, մենակ նա, համոզված եմ, մենակ նա, որ իրապես ճանաչել այդ ճշմարտությունը, որովհետև ինքը իր եսից, ինչպես եղբայրն ասավ, եսի գերությունից ազատ մարդ է, որովհետև իր եսը այլևս դեռ չի խաղում,
Որովհետև ինքը ճանաչել է այդ ճշմարտությանը եւ այդ ճշմարտությունն իր կյանքի մեջ իր գործունեությունը ցույց է տվել։ Մենք Աբրահամի զավակներ ենք եւ ոչ մեկի չենք ծառայել։ Դու ո՞նց ես ասում, թե ազատ կլինեք։ Ինչից պիտի ազատի ինձ այդ ճշմարտությունը։ Իմ եսից, իմ փառքից, իմ դիրքից, իմ անկարողությունից, որ կարծես թե ես ինքս իմ մեջ։ Ես ինքս իմ մեջ մտածում եմ, որ գիտես, ես ամենան եմ։ Այն մեկից շատ եմ հասկանում, այն մեկից շատ բան գիտեմ, բայց չգիտես ինչու ինձ տեղ չեն տալիս, չգիտես ինչու ինձ չեն կարողանում ճիշտ գովաբանեն, ճիշտ հասկանան ու ճիշտ բարձրացնեն, ճիշտ մակարդակի վրա դնեն։ Այո, ով որ ճանաչել այդ ճշմարտությանը, նա այլևս սեփական եսը չունի, որովհետև այդ ճշմարտությունը իրան ազատելու այդ եսից։ Գրված ասում է, երբ որ քո եղբայրը քո դեմ բան ունի, գիտեք, գնա իր հետ հաշտվի։ Քո եղբայրը քո դեմ բան ունի, չի ասում սպասի մինչև նա կգա, ասում է դու գնա հաշտվի։ Երբ որ դու ճանաչել ես այդ ճշմարտությանը, իրոք դու հասկացել ես ով այդ Քրիստոս, առաջի քայլը դու պիտի անես, առաջի քայլը ես պիտի անեմ, ասում է գնա ու հաշտվի նրա հետ, բայց եթե այդ ճշմարտությունը ես չեմ ճանաչել, գիտեք, իմ ներս այդ եսի մակարդակը, այսպես ասած, եսի ճնշումը այնքան բարձր է, որ թույլ չի տալի, որ ես գնամ խոնարհվեմ ու ասեմ, գիտես, բայց այդ ճշմարտությունը ճանաչած մարդը իր համար միևնույնն է, իրան չի հետաքրքրում մարդկային կարծիքներ ու մարդկային մտահղացումները, իրան հետաքրքրում է մի կարևոր բան, ինչ է մտածում երկինքը իմ մասին, մենք կարծես թե ազատ ենք, բայց չգիտես ինչու ամոթը խեղդում է մեզ, մենք չենք ճանաչել ճշմարտությանը եւ ինչ որտեղ ամոթ ենք անում ճշմարտության մասին վկայություն տանք։ Բա որ ինչ ճիշտ չհասկանան։ Բա որ մարդիկ ինչ ճիշտ չհասկանան, ինչից ես դու վախեմ, ինչից եմ ես վախեմ, եթե ես ճանաչել եմ այդ ճշմարտությանը, ես ազատ մարդ եմ այլևս։ Թող Տերը օգնի սիրելիներ, այո, Հռոմեացիս 8-րդ համարում այսպես է գրված. եւ կյանքի հոգու օրենքը, որ Քրիստոսի մեջ է, պիտի ազատի մեզ մեղքի ու մահվան օրենքից, որը որ մենք ժառանգել ենք եւ կարծես թե գերության մեջ լինելով ապրում ենք այս երկրի վրա, բայց երբ որ այդ կյանքի հոգու օրենքը Քրիստոսին ճանաչելով գալիս է մեր կյանքի մեջ, մեզ ամբողջությամբ ազատ է անում, այլևս մենք կապված չենք։ Գեղեցիկ մեքենա, մարդը լավ ազգում իրան, կապանքը, մինչդեռ որ ընդամենը մեքենայի գործողությունը որն է, A կետից B կետ տեղափոխել։ Գեղեցիկ հեռախոս, մարդը իրան լավ ազգում, բայց հեռախոսի խնդիրը որն է։ Հեռվի լուրը, հա, բերի հասցնի քեզ։ Հասկանում եք, մանր հարցեր, որոնցից մենք իրոք լիարժեք պիտի ազատված լինենք, բայց երբ կարանք ազատված լինենք, երբ որ կճանաչենք այդ ճշմարտությանը, մեզ համար արդեն այլևս էական չի լինի։ Սրա մասին էլի եմ ասել, տարիներ առաջ միտեղ ենք, եղբայրներից մեկը ինչ-որ մի անձնավորություն նոր մեքենա էր գնել, երբ որ եղբայրները գալիս էին բարևում էին, ասում էր բարև, հաջորդ քայլը, հաջորդ իսկ միտքը, որ ինքը արտահայտում էր, ասում էր լավնա ավտոս, նոր եմ վերցրել, այսինքն ինչ է նշանակում, ներքին ինչ-որ կապվածություն, որ քեզ տանում է փառքի, որ քեզ տանում է բարձունքի ու հաստատ դու երկինք չես գնալու, Հովանու 14:6-ում գրված ասում է ոչ ոք չի կարող հորը գալ, եթե ոչ ինձանով,
Այսինքն ես կուզեմ, որ մենք սրա մեջ տեսնենք, մինչև մենք չճանաչենք Քրիստոսին, մենք չենք կարող հորը գնալ։ Ուզում եմ 50 տարի գանք ու գնանք։ Ուզում եմ 50 տարի կարդանք այս գիրքը։ Մինչև չհանդիպենք այդ ճշմարտությանը, մինչև նա մեզ իրակ ազատ չանի մեր ներսի այդ կապերից ու կապանքներից, գիտեք, երկինքը մեզ համար կլինի ու կմնա, ով ուզում լինի, լինեմ ես, երազանք եւ վերջ։ Դա կմնա միայն երազանք։ Ուստի կուզեմ, որ այո, մեր մտքերը լուսավորվելով մենք խնդրենք, որ այո Տեր, ես ուզում եմ, որ իրապես քեզ ճանաչեմ։ Ես ուզում եմ այդ ճշմարտությունը ճանաչեմ, որ իրապես ազատ լինեմ։ Որովհետև հայտնության գրքի մեջ, գիտեք, մի հատ համար կա գրված 2-րդ գլխի մեջ։ Ասում է, գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո գործերը, գիտեմ քո վարմունքը, գիտեմ քո մտածելակերպը, նա գիտի ես ինչ եմ մտածում, նա գիտի դու ինչ ես մտածում, նա գիտի երբ որ դու արտահայտվեցիր ինչից ելնելով ասիր, եսիդ աղբյուրից ջուր խմելով արտահայտվեցիր, այդ կապանքից, այդ փառքից ելնելով դու արտահայտվեցիր, թե ինչից, ինքը այդ ամենը գիտի սիրելիներ, ուստի բերեք ոչ մեկի ու ինքներս մեզ էլ չխափենք, համոզված եմ ամեն մեկս մեր ներսը գիտենք, ամեն մեկս մեր սիրտը գիտենք, խնդրենք ասենք Տեր, օգնի մեզ, ես ուզում եմ քեզ ճանաչեմ, ես ուզում եմ, որ քո մեջի կյանքի հոգու օրենքը իրոք գա իմ մեջ և ինձ ազատ անի, մեղքի ու մահվան այն օրենքից, որ կապել է ինձ ամուր կապերով, ու չի թողնեմ, որ ինչ որ շարավիղից են կոմ, ես ինչ որ բաներ անեմ, թող Տերը օգնի, կուզեմ կանգնենք ոտքի, աղոթքով գանք Տիրոջ առաջ, խնդրենք, որ իրապես Աստված օգնի մեզ, եթե չենք ճանաչել այդ ճշմարտությունը, այսօր ճիշտ ժամանակ տա, որ անկեղծորեն ասենք, այո Տեր, ինձ թվում է, թե ճանաչել եմ, բայց ես չեմ ճանաչել, ուզում եմ, որ իրապես քեզ ճանաչեմ, որովհետև դու ես ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, փառք Տիրոջը, ամեն։